Ողջույն բոլորին։ 2025 թվականի ամռանը կենդանակերպի այս 3 նշանների ներկայացուցիչները կհանդիպեն իրենց սիրուն։ Ամառը արևի, ջերմության եւ իհարկե սիրո ժամանակն է։ Սիրավեպի մթնոլորտը բառացիորեն օդում է, իդեալական պայմաններ ստեղծելով նոր ծանոթությունների եւ կրքոտ սիրավեպերի համար։ Եվ չնայած բախտը ժպտում է բոլորին, աստղերը հատկապես բարեհաճ են լինելու կենդանակերպի որոշ նշանների համար։ Իսկ մինչ բացահայտելը թե ովքեր են այդ 3 հաջողակները, հիշեցնեմ, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ բաց չթողնել առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը։ Այսպիսով, երկվորյակներ, անսպասելի հանդիպումը կփոխի ամեն ինչ։ 2025 թվականի ամառը երկվորյակների համար կլինի փոփոխությունների եւ արկածների ժամանակ, ակտիվ ու շփվող, նրանք կլինեն ուշադրության կենտրոնում, գրավելով բազմաթիվ հետաքրքիր անհատականությունների, բայց դա պատահական հանդիպում է, գուցե ճանապարհորդության կամ միջոցառման ժամանակ, որը ճակատագրական կդառնա։ Սա կլինի մի մարդ, ով կկարողանա հետաքրքրել երկվորյակներին իր ինտելեկտով, հումորով, զգացումով եւ աշխարհի նկատմամբ ոչ ավանդական հայացքով։ Մի վախեցեք փորձարկել եւ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց։ Սերը կարող է սպասել այնտեղ, որտեղ դուք ամենաքիչն եք դրան սպասում։ Բաց եղեք նոր մարդկանց հետ ծանոթանալու համար եւ մի վախեցեք նախաձեռնող լինել։ Խեցգետին, ձեր սիրտը կբացվի նոր մարդկանց համար։ Ինչպես գիտեք, խեցգետինները հայտնի են իրենց զգայունությամբ եւ ռոմանտիզմով։ Խեցգետինները կարող են երկար ժամանակ տրամադրել անցյալի կամ փորձությունների վրա։ 2025 թվականի ամառը նրանց համար կլինի ապաքինման եւ նոր սիրո բացահայտման շրջան։ Հավանաբար, հանդիպումը կկայանա ընկերների շրջապատում կամ այնպիսի վայրում, որտեղ խեցգետինն իրեն հարմարավետ եւ ապահով կզգա։ Կարևոր է թույլ տալ ձեզ լինել խոցելի եւ բաց զգացմունքների համար։ Սերը կգա նրանց մոտ, ովքեր պատրաստ են ընդունել այն բաց սրտով։ Բաց թողեք անցյալը եւ կենտրոնացեք ներկայի վրա։ Թույլ տվեք ձեզ երջանիկ լինել եւ մի վախեցեք նոր հարաբերություններից։ Արյուծ, կիրքը կբորբոքվի նոր ուժով։ Միշտ ինքնավստահ եւ մագնիսականություն ճառագող արյուծները 2025 թվականի ամռանը կհայտնվեն երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, իսկական սերը կգա ոչ միայն որպես հիացմունք, այլ որպես փոխադարձ հարգանք եւ հիացմունք արյուծի անձի նկատմամբ։ Սա կլինի մի մարդ, ով կարող է գնահատել նրանց առատաձեռնությունը, բարությունը եւ ստեղծագործական ունակությունները։ Հարաբերությունները կլինեն կրքոտ եւ հետաքրքիր, բայց նաեւ կկառուցվեն վստահության եւ փոխըմբռնման վրա։ Խորհուրդ, եղեք հավատարիմ ինքներդ ձեզ եւ ձեր սկզբունքներին։ Մի փնտրեք հեշտ հաղթանակներ, այլ գնահատեք խորությունն ու անկեղծությունը հարաբերություններում։ Կշեռքներ, ներդաշնակություն եւ հավասարակշռություն սիրո մեջ։ Ամեն ինչում ներդաշնակության ձգտող կշեռքներն իրենց սիրուն կհանդիպեն 2025 թվականի ամռանը։ Սա կլինի այն անձնավորությունը, ով կարող է հավասարակշռություն եւ խաղաղություն մտցնել ձեր կյանք։ Հարաբերությունները կկառուցվեն փոխադարձ հարգանքի, աջակցության եւ ընդհանուր շահերի վրա։ Կարևոր է, որ սա այն մարդը լինի, ում հետ կշեռքները կարող են իրենց կյանքը կապել։ Հնարավոր է հանդիպել արվեստի, մշակույթի կամ բարեգործության հետ կապված միջոցառումների։ Այսպիսով 2025 թվականի ամառը խոստանում է աներևակայելի ռոմանտիկ լինել կենդանակերպի այս 4 նշանների համար։ Կարևոր է հիշել, որ աստղերը ցույց են տալիս միայն ուղղությունը, իսկ ընտրությունը միշտ ձերն է։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի եւ հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել
տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել. «Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու»։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը, դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խոր զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են։ Հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղջյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղջյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղջյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղջյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։